Պարոն Պողոսյան, հարցերը շատ են, բայց կփորձեմ կարճ ձևակերպել, մանավանդ որ ես էլ եմ պարոն Վարդանի կարծիքը կիսում, որ մենք երևի առաջիկայում հրավիրենք թե քննչական կոմիտեին, թե պետական եկամուտների կոմիտեին, ընդհանրապես բոլոր այն պետական կառույցներին, որոնք որ տնտեսվարողների հետ որոշակի առնչություն ունեն ու բարձրաձայնված հարցերը քննարկենք, որովհետև իրոք դժգոհություններ կան եւ այդ դժգոհությունները երկու մասի են բաժանվում։ Առաջին մասը վերաբերում է գործող օրենքների շրջանակներում պետական մարմինների աշխատավոճին, բնակ ինձ էլ են շատ ահազանգեր հասել լեքսիկոնից սկսած մինչև ինչ որ շանտաժի մեխանիզմներ, ասենք մենք երկու կողմիներ պիտի լսենք դրա համար էլ, եւ երկրորդը կապված հենց բուն օրենքի կարգավորումների հետ, արդեն նշվեց, որ շեմի տրամաբանության ու մնացածի հետ այդ փոփոխությունները հիմա քննարկում ենք, չենք ուզում տենց միանգամից այդ ամեն ինչի մասին հայտարարենք, որովհետև ուզում ենք վստահ լինենք, որ ինչ անում ենք, ճիշտ ենք անում։ Բայց ամեն դեպքում երկու հարց կա, որ այս բանին կուզենամ հնչեցնել։ Առաջինը, որ քննչական կոմիտեն ու մնացած կառույցները, երբ որ իրանց գործողությունները կատարում են, շատ կարևոր է, պարոն Պողոսյան, որ օրինապահ աշխատող տնտեսվարողները այդտեղ անուղղակիորեն չտուժեն։ Ես բազմաթիվ դեպքեր գիտեմ, երբ որևէ օրինակ outsource-ով, երբ որ մարդիկ ինչ որ ծառայություն են գնում ինչ որ մեկից, լինի հաշվապահական ծառայություն, կառավարման ծառայություն, երբ որ այդ ընկերության սերվերները կամ համակարգիչները արգելավում են, այդ ընկերության կարող է մի քանի տասնյակ կազմակերպություններ կանգնեն փաստի առաջ ու չկարողանան իրենց գործողությունները կատարեն։ Ու դեպքեր կան նաև, որ այդ ծանրաբեռնվածությունները թույլ չի տալիս process-ները արագացնել ու մարդիկ կարող է շաբաթներով, ամիսներով սպասեն, որ իրենց մասով ինչ որ հասանելիություն ապահովի կամ իրենց մասով ինչ որ բաներ հետ տան։ Այս առաջի խնդիրն է։ Երկրորդ խնդիրը այդ հենց սկիզբն է, ինչի մասին պարոն Բագրատյանն էլ խոսեց, օրինակ քրեական օրենսգիրքը ասում է հարկերը թաքցնելու նպատակով, ու այդ հարկերը թաքցնելու չափն էլ 10 միլիոն դրամն է, բայց ես հիմա ոնց հասկանում եմ, պետական եկամուտների կոմիտեն հենց 10 միլիոն դրամից ավել լրացուցիչ հարկային պարտավորություն է գտնում, մի անգամ ուղարկում է քննչական կոմիտեին, արդեն դուք եք որոշում հարկերը թաքցնելու նպատակ ունեցել, թե ուղղակի անզգուշություն եղել, ինչը նաև ձեր գործն է ծառաբեռնում, ուստեղ շատ կարևոր է նա նախնական նորմալ ֆիլտր ունենալը, ու երրորդ հարցը դա վաղեմության ժամկետն է։ Այս մասն էլ պետք է հստակեցնենք, որովհետև շատ դեպքեր կան, որ պետական եկամուտների կոմիտեն հետ է գնում, ասենք կարող է 2014 թվականից մարդու վրա ինչ որ բաներ հաշվարկի ու ստացվում է հետևյալ մի հատ իրավիճակ, մարդը օրինակ ստվերում է աշխատել, վերջ 2-3 տարին խելքի է եկել, որոշել է սպիտակ աշխատել։ Ու ինչ է կատարում։ Մենք հիմա իր սպիտակ շրջանառությունը համեմատում ենք այն նախին ծև շրջանառության հետ, ու ասում եմ դու առաջ ահագին հարկ ես թաքցել ու նենց անհամաչափ դուգանք կարող է մեկ-մեկ լինի, որ ստացվում է, որ այդ հարկը հետ բերելը շատ ավելի մեծ վնաս է տալու այդ բիզնեսի փակման արդյունքում, քան ոչինչ չանելը։ Այսինքն այստեղ համաչափության հարցն է պետք քննարկել եւ մի կարևոր հանգամանք էլ ասեմ ու նշեմ, դեպքեր կան, որ մեզ մոտ տպավորություն կա, որ ոչ թե կառույցը նկատի ունեմ, այլ առանձին մարդիկ այդ կառույցում, միգուցե իրանք այդ բանը մեր տեսլականը կամ ցանկությունը լավ չեն հասկացել, որ պետք է պայքարել ստվերի դեմ, բայց պետք չի ամեն դեպքում ստվեր փակցնել մարդու վրա։ Օրինակ, եթե գնում են ՀԴՄ-ի ստուգման, 15 օր մարդուն ստուգում են, տեսնում են այդ մարդը նորմալ ՀԴՄ-ի է տալիս, հետո մի հատ 10 օրով էլ ստուգումը երկարացնում են, այս նշանակում է, որ ամեն գնով ուզում են այդ մարդու վրա ինչ-որ խախտում գտնել, մինչև պատահաբար ինչ-որ մեկը մի հատ կրակայրից վաճառելուց ՀԴՄ չկա, գնան տուգանեն։ Այսինքն իմ կարծիքով 2-3 օրը բավական է, որ հասկանանք այդ մարդը միտում ունի, չարամիտ հարկերից խուսափողա, թե չէ, ստացվում է, որ մենք այստեղ բանից ենք, ամեն գնով ուզում ենք ինչ-որ մեկի վրա մի հատ բան կարենք ու բաներն էլ, մեսիջներն էլ որ հասնում է, երկու բան է, որ գալիս հասնում է մեզ, առաջին, որ վերևից բան կա, որ հարկերով պիտի բյուջե լցնենք այդ տուգանքներով, ինչը բացառվում է, ես պետական եկամուտների կոմիտեի նախագահին էլ եմ այդ հարցը տվել, եւ երկրորդ, որ
ստուգման արդյունքում եթե որևէ խախտում չհայտնաբերեցինք, այդ բան տեսուչին դա չի ներվելու։ Այսինքն մարդը գնաց ստուգման, ինքը պիտի պարտադիր մի հատ ինչ-որ խախտում գտնի։ Այս երկու կարծրատիպն էլ տնտեսվարողների մոտ շատ տարածված է։ Դրա համար ես կխնդրեմ այս մասերով հակիրճ ձեր բարձրաբանումները տակ, հետո մենք երևի այս բյուջետային քննարկումներից հետո Տիկին Վարդանյանի, պարոն Վարդանյանի հետ ձեզ կհրավիրենք մնացած հարցերը ասենք որ անմիջապես կապնեմ փորձագետների հետ եւ տնտեսական հանձնաժողովի եւ Տիկին Վարդանյանի ծերունց հետ, որովհետեւ մենք այս քննարկումը ծավալենք։ Պարոն Պողոսյան, եթե պատգամավորների մեծ մասը այդ հարցադրումները տալիս են, ուրեմն այդտեղ խնդիր ունենք եւ բացարձակապես չեմ դիտարկում այս խնդիրը որպես ձեր խնդիր է, սա նախ եւ առաջ գուցե մեր խնդիրն է օրենսդրական, այս խնդիր ունենք, արագ այդ խնդիրը լուծենք։ Խնդրեմ պարոն Պողոսյան։ Ես բայց արձագանք եմ, պարոն Թունյանի հարցադրումներին, պարոն Թունյան, լրիվ կիսում եմ ձեր մտահոգությունները, անշուշտ ես սա ոչ թե որպես քննչական կոմիտեի նախագահ եմ ասում, այլ առաջի հերթին որպես երկրի տնտեսության զարգացման շահագրգիռ սովորական քաղաքացի հավաստիացնում եմ, որ օրինակ ես կարող եմ վիճակագրություն հանել, օրինակ բազմաթիվ դեպքերով, երբ որ ՊԿ հաղորդումներ է ներկայացրել, օրինակ 10 միլիոն դրամը գերազանց, մենք վարույթներ չենք նախաձեռնել։ Օրինակ դրանց մեջ նաև մտնում են ձեր կողմից մատնանշած, օրինակ, չգիտեմ, այդ ՀԴՄ-ի հետ կապված, չգիտեմ, մենք նայում ենք, ուսումնասիրում ենք, էլի այտենց շատ դեպքեր ունենք, երբ որ ես կարող եմ վիճակագրություն տալ, թե օրինակ ինչքան վարույթներ չենք նախաձեռնել, բայց ես առաջարկում եմ, քանի որ հարցը իրականում մարդի է եւ ես բազմիցս անընդհատ sense փոփոխության եմ ենթարկել մեր համապատասխան ստորաբաժանման աշխատավոճը եւ այլն, կապված արձագանքներից եւ այլն, որպեսի համ քրեական վարույթների բնականon ընթացքը հնարավոր լինի ապահովել, համ այս ընթացքում տնտեսական գործունեությանը անձանց չմիջամտենք կամ չխաթարվի ընդհանրապես այդ անձանց։ Նշեմ, որ այդ վարությունը հսկայական ծանրաբեռնվածություն ունի արդեն իսկ։ Հսկայական։ Հավաստիացնում եմ, որ կան վարույթներ, դեռևս օրինակ մեր մոտ արկա են վարույթներ, երբ որ օրինակ լսած կլեք այն դեպքեր ավտոներկրողների հետ կապված, այդ վարույթները հարյուրավոր արկախված մնում է այդ վարույթները։ Սա համակարգային լուծում պահանջող հարց է։ Ես առաջարկում եմ, որպեսի, չգիտեմ, ձևաչափը դուք որոշեք, փակ կամ բաց քննարկում եւ այլն, հրավիրենք նաեւ տնտեսվարողներին, ովքեր որ օրինակ, չգիտեմ, ձեր ընտրանքով, չգիտեմ, մի քանի հոգու, որ հասկանանք մի կողմից չլսվի, էլի, միայն ՊԿ եւ քննչական մարմինը հարցը չդիտարկի, այլ նաեւ հրավիրենք որոշակի մի հատ կազմակերպենք քննարկում, միասնական դիրքորոշում, միասնական քաղաքականություն որդեգրենք, դա կլինի օրինակ ձեր մասով օրենսդրական փոփոխությունների տեսքով, մեր մասով կլինի, չգիտեմ, որոշակի մեր աշխատանքները կազմակերպելու մասով, ՊԿ-ի մասով էլի հսկայական գործառույթ կա, որովհետև հիմքը հենց այնտեղ վարույթի նախաձեռնման այնտեղ է դրվում։ Դրա համար ես կուզեմ, որպեսի մի հատ հասկանանք խնդիրները եւ փորձենք գոնե ֆիլտրենք ընդհանուր մեր համաձայնությամբ, ՊԿ-ի համաձայնությամբ ձեր ֆիլտրենք, թե որոնք են, որ կարող են պարունակել քրեաիրավական որոշակի, չգիտեմ, տարեր եւ այլ, ոչ թե, չգիտեմ, թեկուս կարող է հնարավոր են իրավիճակներ, որ անձը օրինակ 10 միլիոն դրամը գերազանցող թիվ լինի, բայց չարամտությունը ի սկզբանե արկա չլինի։ Եվ փորձենք sense ընդհանուր լուծում, ես կողմ եմ եւ ես ինքս էլ եմ առաջարկում, որպեսզի ինձ հանդիպում տեղի ունենա, քննարկում տեղի ունենա, որովհետեւ այս հարցը զգայուն է եւ կարեւոր է։